Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը նախորդ տարվա համեմատ փոփոխություն չի կրել։ Արմլուրը տեղեկանում է, որ կառավարական ամառանոցների տնտեսություն պոակին այս տարի ևս վարչապետի աշխատակազմը հատկացրել է նույնքան գումար, որքան հատկացրել էր 2025 թվականին՝ 621 միլիոն 340 հազար 100 դրամ։ Սպասարկման ծախսերը 2024 թվականի համեմատ ավելացել են մոտավորապես 18 միլիոն դրամով։ Նշենք, որ 2024 թվականին այդ ծախսերը կազմել են շուրջ 603 միլիոն դրամ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2024 թվականին կառավարության նիստի ժամանակ դժգոհեց, որ կառավարական առանձնատանը, որտեղ ապրում է ցուրտ է, ջեռուցումից բացի տաքացուցիչ է միացնում։ Հենց սրանից հետո առանձնատներին հատկացվող գումարը ավելացվեց։ 2023 թվականին սպասարկման համար հատկացվել էր 542 միլիոն դրամ, 2022 թվականին շուրջ 470 միլիոն դրամ։ Պոակում մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, այժմ 4 ընտանիք է բնակվում՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Սուրեն Պապիկյանի եւ Ալեն Սիմոնյանի։ Բայց այստեղ շուրջ 10 առանձնատուն կա, որտեղ կարող են բնակվել բարձրաստիճան պաշտոնյաները։ Տարիներ առաջ մամուլը գրել էր, որ ավարտել են 2 առանձնատան կապիտալ նորոգման աշխատանքները, որոնց գումարը տրամադրվել է պետբյուջեից գաղտնի որոշումներով։ Այդ տներում ապրելու էին ԱԱԾ տնօրենն ու ներքին գործերի նախարարը, որոնք չեն շտապում տեղափոխվել դաչաներ, թեև տներն արդեն տևական ժամանակ է պատրաստ են։